ազգանունով սպանվել են եւ հիմա կարող են նրանք այս ամբիոնից կոչվել քաղբանտարկյալ կամ այն մարդիկ, որոնք բռնության ակնհայտ կոչեր են անում, կարող են այս ամբիոնից կոչվել քաղբանտարկյալ։ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ չկա եւ ընդհանրապես ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արդեն իսկ հոգնել են այդ քաղբանտարկյալային սերիալներից եւ ի վերջո օրենքի գերակայությունը դիկտատուրայով, բայց իրավունքի եւ օրենքի գործում է եւ շարունակելու է։ Շնորհակալ եմ, քիչ առաջ Փաշինյանը ձերքի ինչ որ բաներ թերթում ու պատմում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետքա նստի։ Մոտս տպավորությունն է, որ դատավճիռը ձերքին, հա։ Մենք ուզում ենք Հայաստան, որտեղ կան դատարաններ, ոչ թե վարչապետի տեխնացու, դատավճիռով գալիս է, սկսում է կարդալ, թե ով ինչքան պետքա նստի այդ Հայաստանում։ Եվ ես ուզում եմ, պարոն Փաշինյան, դե հիմա բան եք ընդ կա կոնսպեկտնա դատավճիռ, ինչ իմանամ։ Կարդալ չեմ ուզում կարդալ։ Չէ, դուք իմ ծառայությունը լավ գիտեք, շատ եք կարդալ։ Հասկացա, կարդալը լավ գիտեք, ինչ որը կարելի Պարոն Փաշինյան, ղեկավարը չի գոռացեք, դերեք խոսանք։ Բարակ վերջ։ Գործադիր իշխանության ղեկավարը չի կարող դատավճիռներ արձակել որևէ մեկի նկատմամբ։ Հայաստանում կան քաղբանտարկյալ, Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ։ Մի կտրեք մտքի թելը։ Թողեք բան եմ ասում, խնդրում եմ ցույց տվեք։ Մենք ձեր կոնսպեկտի չեմ խնդրում եմ տեսախցիկով ցույց տվեք։ Իրավունքը չի։ Չէ, ցույց տակ, ինչ չունի Գևորգ Կարապետյան։ մի րոպե, բայց Ավարտել։ ուզում խոսել։